Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեն, դու ազատ մարդ ես, հավանաբար կպատասխանես այո, բայց մի պահ մտածիր, եթե չես կարողանում վերահսկել քո բարկությունը, եթե չես կարողանում հաղթել քո գաղտնի մեղքին, եթե չես կարողանում ազատվել քո վախերից, եթե ամեն անգամ կրկնում ես նույն սխալը, ապա ով է իրականում կառավարում քո կյանքը։ Այսօրվա աշխարհը անընդհատ խոսում է ազատության մասին։ Արա այն, ինչ ուզում ես, ապրիր այնպես, ինչպես քեզ դուր է գալիս։ Ոչ ոք իրավունք չունի քեզ սահմանափակելու, այսպիսի տարբեր կարգախոսներ։ Բայց Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի 6-րդ գլխի 12-ից 23-րդ համարում ասում է մի ճշմարտություն. մարդը միշտ ինչ որ մեկի ծառան է, հարցը միայն սա է, ում է ծառայում, մեղքին թե Աստծուն։ Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ հնազանդեցնելու իր ցանկություններին։ Եվ ձեր անդամները մի պատրաստեք մեղքի համար, որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստեք Աստծու համար, որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները Աստծու համար որպես արդարության զենք, որպեսզի մեղքը ձեր վրա չիշխի, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Ուրեմն ինչ, մեղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի, քավ լիցի։ Չգիտեք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք, եթե մեղքին մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը արդարության է տանում։ Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեր ավանդված վարդապետության օրինակին։ Արդ մեղքի տիրապետությունից ազատվելով դարձաք արդարության ծառաներ։ Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով, իսկ ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծության և անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցեք արդարության սրբագործման համար, որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարության հանդեպ։ Այն ժամանակ ինչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք, որովհետև դրանց հետևանքը մահն է, բայց հիմա մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է, որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, Պողոս առաքյալը սկսում է շատ ուժեղ հրամանով. թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, ուշադրություն դարձրեք։ Նա չի ասում, որ մեղքն այլևս գոյություն չունի, նա ասում է, որ մեղքը չպետք է թագավորի։ Քրիստոնյան դեռ պայքարում է գայթակղությունների դեմ, բայց տարբերությունն այն է, որ մեղքն այլևս թագավոր չէ։ Քրիստոսն է Տերը։ Այսօր շատ մարդիկ ասում են, ես կարող եմ ցանկացած ժամանակ թողնել այդ սովորությունը, բայց տարիներ են անցնում և նրանք դեռ կապված են նույն մեղքին։ Ալկոհոլը, բամբասանքը, պոռնկությունը, նախանձը, հպարտությունը, սոցիալական ցանցերից կախվածությունը։ Սկզբում թվում է, թե դու ես կառավարում, հետո հասկանում ես, որ դրանք են քեզ կառավարում։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, մեղքը բռնակալ թագավոր է, նա սկզբում հրավիրում է որպես ընկեր, հետո իշխում է որպես տեր։ Ինչ ճշգրիտ խոսքեր են իսկապես։ Առաքյալն օգտագործում է պատերազմի լեզու, նա ասում է, ձեր անդամները մի մատուցեք մեղքին որպես անիրավության գործիքներ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քո աչքերը կարող են ծառայել Աստծուն կամ մեղքին, քո լեզուն կարող է օրհնել կամ վիրավորել, քո ձեռքերը կարող են օգնել կամ վնասել, քո միտքը կարող է լցվել Աստծո խոսքով կամ կործանարար մտքերով։ Այսօր պատերազմը հաճախ տեղի է ունենում ոչ թե փողոցում, այլ էկրանի վրա։ Մեկ սեղմումով մարդը կարող է իր
հոգին լցնել նախանձով, պոռնկությամբ, բարկությամբ, դատապարտությամբ։ Առաքյալի խոսքերը ավելի արդիական են, քան երբևէ։ Ամեն օր հարցրու ինքդ քեզ. այսօր իմ աչքերը ումն են ծառայում, իմ լեզուն ումն է ծառայում, իմ ժամանակը ումն է ծառայում։ Դուք օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Այստեղ շատերը սխալ են հասկանում Պողոս առաքյալին։ Ոմանք մտածում են, եթե շնորհի տակ ենք, ուրեմն կարող ենք ապրել ինչպես ուզում ենք, բայց Պողոս առաքյալն անմիջապես պատասխանում է. եթե մեղան չենք, քավ լիցի։ Շնորհը մեղք գործելու թույլտվություն չէ, շնորհը մեղքից դուրս գալու զորությունն է։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. Աստված քեզ ներում է ոչ թե որպեսզի նույն տեղում մնաս, այլ որպեսզի փոխվես։ Պողոս առաքյալն ասում է. ում եք հնազանդվում, նրա ծառաներն եք։ Շատ կարևոր հարց։ Այսօր ով է որոշում քո ընտրություններն ու քո որոշումները, քո ցանկությունները, հանրային քո կարծիքը, սոցիալական քո ցանցերը։ Քրիստոսը, որովհետև այն, ինչին անընդհատ հնազանդվում ես, վերջի վերջո դառնում է քո Տերը։ Սուրբ Եփրեմ Աստորին ասում է. մարդը կապված է ոչ թե այն բանով, ինչ անում է մեկ անգամ, այլ այն բանով, ինչին սովորաբար հնազանդվում է։ Պետք է ուշադրություն դարձնել սովորություններին։ Քո ապագան հաճախ ձևավորում է քո կրկնվող ընտրություններով։ Պողոս առաքյալը հիշեցնում է. մի ժամանակ դուք մեղքի ծառաներ էիք, բայց հիմա դարձել եք արդարության ծառաներ։ Ինչ է սա նշանակում։ Քրիստոնեական կյանքը միայն ոչ ասելը չէ, այն նաև այո ասելն է Աստծուն։ Ոչ միայն մի ստիր, այլ նաև խոսիր ճշմարտությունը։ Ոչ միայն մի ատիր, այլ նաև սիրիր։ Ոչ միայն մի բամբասիր, այլ նաև քաջալերիր։ Քրիստոնեությունը դատարկությունից չէ կազմված, այն նոր կյանքի հրավեր է։ Պողոս առաքյալը վերջում ցույց է տալիս երկու ճանապարհ։ Մեղքի ճանապարհ սկսվում է հաճույքով, ավարտվում կործանմամբ, եւ Աստծո ճանապարհ սկսվում է պայքարով, ավարտվում է սրբությամբ ու կյանքով։ Մեղքը միշտ գովազդվում է սկիզբը, երբեք չի ցույց տալիս վերջը։ Քրիստոս ցույց է տալիս նույնիսկ խաչը, բայց նաև ցույց է տալիս հարությունը։ Մեղքի վարձը մահն է, ասում է առաքյալը։ Սա Սուրբ գրքի ամենահայտնի համարներից մեկն է։ Մեղքի վարձը մահն է, բայց Աստծո պարգևը հավիտենական կյանք է։ Պետք է ուշադրություն դարձնել բառերին։ Մահը կոչվում է վարձք, կյանքը կոչվում է պարգև։ Վարձքը վաստակում են, պարգևը ստանում են։ Մեղքը տալիս է այն, ինչին արժանացել ենք։ Աստված տալիս է այն, ինչին երբեք արժանի չէինք։ Սուրբ Աթանասն ասում է. Քրիստոս եկավ ոչ միայն մեղքը ներելու, այլ մահը հաղթելու համար։ Կյանքում իրարելի 7 կարևոր քայլ է սովորեցնում այսօրվա սուրբգրային հատվածը։ Ամեն օր վերահսկիր այն, ինչ մտնում է քո աչքերի եւ քո մտքի մեջ։ Մի խաղա մեղքի հետ, այն միշտ ավելին է պահանջում։ Հիշիր, որ շնորհը փոփոխության զորությունն է։ Ստեղծիր կարևոր սովորություններ։ Ընտրիր հնազանդվել Քրիստոսին նույնիսկ փոքր բաներում։ Մի դատիր քեզ անցյալի հիման վրա։ Ապրիր որպես ազատված մարդ, ոչ թե որպես նախկին ստրուկ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Պողոս առաքյալի այս հատվածը մեզ կանգնեցնում է պարզ, բայց վճռորոշ ընտրության առաջ։ Երկու տեր կա, երկու ճանապարհ կա, երկու վերջաբան կա։ Մեղքը խոստանում է ազատություն, բայց տալիս է շղթաներ։ Քրիստոսը պահանջում է հետևել իրեն, բայց տալիս է իսկական ազատություն։ Այսօր գուցե կա մի մեղք, որ փորձում է կրկին իշխել քո կյանքում։ Մի մոռացիր, Քրիստոս արդեն կոտրել է նրա իշխանությունը խաչի վրա։ Դու պարտավոր չես վերադառնալ հին շղթաներին։ Դու կոչված ես ապրելու որպես Աստծո զավակ։ Ուրեմն
կանգնիր հավատքով, հրաժարվիր մեղքի իշխանությունից եւ ամեն օր ասա. իմ Տերը մեղքը չէ, իմ Տերը Հիսուս Քրիստոսն է։ Եվ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես շնորհը սկսվում է կառավարել այնտեղ, որտեղ մի ժամանակ իշխում էր մեղքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել քո քրիստոնյա բարեկամներին, եղբայրներին, ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնել օրվա սուրբ գրային հատվածի բացատրությանը։